Սա նշանակում է, որ մենք unboxing ունենք անելու ու մեր unboxing-ի վերնագիրը կլինի փող ունենք ծախսելու տեղ չունենք։ Այստեղ շատ փոքր քանակն է, որովհետև մեծ մասը արդեն օգտագործել եմ, մնացածը չգիտեմ որտեղ եմ դրելու, չեմ հիշում, մնացածը գալիս է համ Wildberries-ով, համ Temu-ով, այնտեղ լիքը organizerներ եմ արել, բայց արդեն դասավորել եմ իմ դարակի մեջ, մի քանիսը պատվիրել եմ համ Wildberries-ով, համ Temu-ով, լիքը հագուստ, կոշիկ, պայուսակ, մի խոսքով լիքը բաներ պատվիրել եմ, որ գա միասին unboxing ենք անելու, մի խոսքով եկեք հիմա unboxing անենք ու տեսնենք, թե ինչ եմ այսքան արել։ Ու սկսենք առաջին ինձ թվում է օծանելիքներից, այստեղ իմ ամենասիրելի օծանելիքն է կիրկեն, ճիշտն ասած ես առաջ ընդհանրապես չէի սիրում իր հոտը, բայց ես վերջերս ինչ սկսել եմ օգտագործելը, երևի հարսանիքի ժամանակ եմ սկսել օգտագործել ու շատ է ինձ դուր եկել, որովհետև հարսանիքի ժամանակ հենց օրիգինալ տարբերակն էինք գնել, այստեղ դարակի վրա տեսնում եք ինձ թվում է, ու շատ եմ հավանել։ Հիմա չեմ ուզում բացեմ, որովհետև շատ երկար ժամանակ հետո նոր կբացեմ ու կօգտագործեմ։ Այստեղ մնացած ինչ որ հիմա ձեզ ցույց կտամ, նախապես ասեմ, որ բացել եմ, մի քանիսը կարելի ասել փորձարկել եմ, դրա համար տուփերը այս վիճակում են։ Սա մեզ պետք չի, այսա մեզ պետք է։ Այս օծանելիքը առել ենք ամուսնուս համար։ Ճիշտն ասած, ես ոչ միայն ուշադրություն եմ դարձնում օծանելիքի հոտին, այլ նաև տեսքին, որովհետև այստեղ մենք սիոն organizer ունենք օծանելիքների համար նախատեսված ու ոչ միայն։ Ու դրա համար, երբ որ ես ինչ-որ օծանելիք տենում եմ, արդեն գիտեմ, որ ինքը ստեղ շատ սիրուն կնայվի ու թեկուզ դրա հոտը լավը չի, բայց ես պետք է դրանից ունենամ։ Ու ինչպես հասկանում եք, սա հենց տվյալ օծանելիքների շարքն է պատկանում։ Ինքան լավն է այդ հոտը։ Նարեկիս թակում կարելի է մտնել չի մեր վրա։ Ու շոտ լավն է, բայց շատ սուր է հոտը։ Ես իրան գնահատում եմ 10-ից 8, զուտ նրա համար 8, որովհետև առաջին է շատ սուր է հոտը, հետո էլ որ ես չեմ կարող իրանից օգտվեմ։ Կատակում եմ մեկը օգտվեմ։ Հաջորդում, այստեղ ունենք լիքը կտոր է հիմակներ, այստեղ շատ է, մեծ մասը արդեն դրել եմ դարակիս մեջ, իսկ թվում է կարեք չկար ցույց տալու, արդեն բնականաբար պարզ է։ Պատել այսպիսի տարբերակ եմ վերցրել, հեսա կփորձարկենք ես ու կանեքույցում։ Հաջորդ օծանելիքը, այս Misiori պատենտ տարբերակն է, իրան նույնիսկ անվանումն է սխալ գրած, բայց ես իրան առնում եմ ոչ թե որ հոտը կայուն լինի, այլ զուտ իրա տեսքը շատ սիրուն է ու մեկ այս ինքը իրան մի երկու օրում լծացնում եմ։ Իմ համար պետք չի, որ ինքը շատ թանկ լինի, որտեղ արդեն սարդանք լինի։ Ինձ ուտես իրա բանտիկ տարբերակն է շատ թրակել։ Հենց անուր ամորային սենց հոտ, ասենց մի քիչ յասամանի հոտ է ճիշտ ասած գալիս։ Կարող է ինձ այդպես թվում, սխալ եմ ասում, բայց յասամանի հոտ եմ ես առնում ճիշտ ասած։ Օծանելիք համար 3-րդ, չէ, 4-րդ։ Այս էլի ամուսնուց համար է, բայց արդեն իրա մեքենայի մեջ պահելու համար, որովհետև ինքը միշտ մեքենայի մեջ օծանելիք է պահում, որ համ ասենք ունակ աշխատանքի վայր հասնելուց իրա վրա ցանի կամ մեքենայի մեջ, որտեղ այդ մեքենայի հոտերը այդքան էլ սիրուն չի ու մեքենայի մեջ կախած այդքան էլ հենց էսթետիկ տեսք չի տալիս։ Դուք իրա տեսքը էլի շատ սիրուն է ու ես վստահ եմ, որ իրա երկրորդ տարբերակը այստեղ շատ սիրուն տեղ է գտնելու, չնայած որ այս organizer-ը շատ փոքր է, բայց ես իրանից էլի եմ պատվիրելու։ Ինքան լավն է, շատ սենց տղամարդկային հոտ է, չգիտեմ ինչ նշանակում դա, բայց ես շատ եմ սիրում ու շատ հավանեցի, չնայած չգիտեմ իրա անունը ոնց է։ Եթե ինչ-որ մեկին հետաքրքրի, անպայման կարամ ասեմ որտեղից եմ գնել։ Իմ համար գնել եմ Latafa-Yara այս նիշտը, որովհետև իր համ օծանելիք տարբերակ ունեմ, համ տեների պալետ կան, եթե չեմ սխալվում, ու համ էլ իր կրեմ ունեմ, ինձ իր հոտը այնքան դուր եկել, որ երբ որ այս նիշտը տեսա, ասի պետք է միանգամից ես դրան ունենամ։ Հաջորդը, այստեղ գնել էի ինձ համար լվացման խոզանակ, եթե ճիշտ եմ ասում, ինքը նախատեսված է, որ երբ որ ինչ-որ օրինակ մասկաներ դեմքի դնես կամ լվացման ինչ-որ գելեր գցես, իրանով շատ լավ մերսում ես, կարելի ասել խորը պիլինգ անելու համար է նախատեսված։ Ու վարդագույն տարբերակը ես ճիշտ պատահական էի վերցրել ու դա վարդագույնը ասել շատ լավ։ Իմ սիրած գույնն է։
Հաջորդը արցքինի տոնային եմ գրնել, ճիշտն ասած վայլվերիսով ես վերջերս իմ համար տոնային էի պատվիրել մատվեի տարբերակով, շատ էի հավանել, բայց որ տեսա էլի տոնային, իմ ուզած տոնայինը, ասի տոնայինը երբեք չի լինում։ Այնպես որ ես յան արդեն օգտագործել եմ ու իմ դեմքին հիմա հենց այս տարբերակն է կսած, ճիշտ ասած մի փոքր խիտ էր իմ համար, գույնի երանգի հարցում մի փոքր կարելի ասել սխալվել էի, մի տոնի մաշկից մուգ էր, ես 0.4-ն եմ վերցրել, իմ մաշկինը 0.3-ն է, շատ դեպքերում նաև 0.2-ն է, բայց ես յանք խառնեմ իմ ունեցած բաց գույնի տոնայինի հետ ու լրիվ իմ մաշկին համապատասխան կլինի։ Ես շատ հավանեցի 10-ից 10։ Նույն այն մարդկանց համար, ովքեր ասում են խիտ ասկողականությամբ։ Ես ճիշտ այն մաշկին sense որևիցե թերություններ ընդհանրապես չունեմ, բայց սա հարմար է, օրինակ ինչ-որ առիթներին գնալով, որ դուք եք սիրում ձեր դիմահարդարում անեք, դրա համար հարմար է, բայց ես հիմնականում սիրում եմ գնամ դիմահարդարման։ Էլի արցքինի տոնային, այս մեկը, եթե չեմ սխալվում, թե այս մեկը բիլի տարբերակն է, իսկ այս մեկը սովորական։ Այսպես 30 իրամից պարունակում, ինչը շատ լավ ասեմ։ Այս մեկը կանեքուրիկի համարը, 0.2 համարը, իր մաշկի տոնը իմ մաշկից մի քիչ բաց է, դրա համար 0.2-ն եմ վերցրել, ինձ թվում է համապատասխան կլինի։ Եթե մի փոքր էլ բաց կլինի, էլի խառնենք մուգ տոնայինի հետ ու կստանանք մեր ուզած երանգը։ Ինչքան ասում եմ խառնենք տոնայինները, խառնենք, հիմա կասեք ինչի մեջ խառնենք։ Դրա համար ես գնում այսին սիրուն պալետկա։ Ինքը նախատեսված է համ հիմահարդարման, համ մատնահարդարման համար։ Դուք ինչ համար ուզում եք կարող օգտագործեք, անկեղծ ասած։ Ասեմ ինչի մատնահարդարման, երբ որ օրինակ ինչ-որ գույն ենք ուզում ստանանք ու մեր ուզած երանգը չունենք մեր գելայքերի մեջ, կարանք մի քանի գույն խառնենք հենց այս տարբերակի վրա, հենց այս պալետկայի վրա ու ստանանք մեր ուզած երանգը։ Կամ ֆրենչ նկարելու ժամանակ, երբ որ օրինակ ուզում ենք ֆրենչ նկարենք, այդ գույնը գցում ենք ինչ-որ X տեղում, այդ X տեղը կարա հենց այս լինի ու ինքը շատ լավն է, ես այս դիմահարդարման համար եմ գնել, բայց մի հատ էլ կառնեմ արդեն մատնահարդարման համար, շատ եմ հավանել, այսի վայլվերս չկնեք, թեմույց եմ ես մեկը գնել։ Հաջորդը մազերի խնամքի համար, այս կարսելի մասկան եմ առել, էլի խանութներից եմ առել, ինքան շատ էինք սրանից վաճառում, ոնց ասում եմ պահանջարկը շատ մեծ է ու իր որակն էլ շատ լավ է, ասեցի գնեմ մի հատ էլ ես փորձեմ, էլի ինձ թվում է կհավանեմ, որովհետև ովքեր որ գնել են շատ գոհ են եղել, չնայած ովքեր էլ որ գոհ չեն լինում, արդեն այդ կարելի ասել օգտագործման եղանակից է պետք է ճիշտ օգտագործել։ Հաջորդը, այստեղ Կարենի համար ակնոցներ էինք գնել, ես ու Նարեկը, բայց շատ մեծ եղավ իրան, իսկ հիմա մի քանի ամսից հենց իր համար կլինի, այնքան եմ հավանել, ճիշտ ասած, ու իր մեծ տարբերակներն եմ ուզում համ իմ, համ էլ Նարեկի համար։ Այստեղ գլոսներ, ստիչով, ովքեր գիտեն, ես ստիչ շատ եմ սիրում ու նույնիսկ ամուսինս իմ համար ստիչ էր նվեր գնել նոր տարուն, երբ որ նոր էինք մենք իրար հետ ծանոթանում, այդ պատմությունը անպայման կպատմեմ ու ես չէի կարա անցնել անտարբեր ստիչիկի կողքով։ Ինքը այստեղ երևում է թափանցիկ, բայց այստեղ կարմիր երանգ կա, հա, որ վերցնում ես ինքը ամբողջությամբ դառնում է կարմիր ու գցում ես շրթունքներից, շատ նուրբ վարդագույն երանգ է հաղորդում շուրթերից։ Ինքը մանկական է, բայց ես էլ եմ մանկական բաներ սիրում, մանկական բաներ սիրահար եմ շատ։ Դրանից երկու հատ եմ առել, չգիտես ինչի։ Այստեղ, այս ինքը բրլոկ է, համեն սենց մեղրի հոտով շատ անուշ, շատ լավ փափկեցնող գլոս է։ Նենց ուժեղ մեղրի հոտ է գալիս, շատ է ծակում գալիս այդ հոտը։ Ասենք հաջորդին։ Այստեղ ունենք պրայմեր, ես այս տարբերակից էլի ունեի շատ էի հավանել, դա համար ես անգամ վերցրել եմ ալոեով տարբերակը։ Ասենք հաջորդին։ Այս վայլվերից եմ պատվիրել, ես են տոնային է վրացում, մատվի տոնային էի պատվիրել ու իմ մաշկից մի տոն բաց է, որտեղ պատվիրել եմ 0.3-ը։ Անհասկանալի է, կա որ պատվիրում եմ 0.3-ը իմ մաշկին համապատասխան է, կա որ պատվիրում եմ 0.3-ը իմ մաշկի տոնից շատ բաց է, կա իմ մաշկի տոնից շատ մուգ է, դրա համար ամեն անգամ գնելուց, ոչ թե փորձում եմ դաստակի հատվածում, այլ փորձում եմ վզի հատվածում, որտեղ եթե վզի հատվածին համապատասխանում է, հաստատ դեմքին համապատասխան կլինի, որովհետև պետք է նես տոնային եք սես, որ վզի հատվածից չտարվերի։ Այստեղ էլի ունենք
հետաքրիր sense gloss, չգիտեմ ինչ ասեմ իրեն։ Sense ինքը այսինքն երանգ ունի շատ սիրուն վարդագույն, հենց անուշ մարինայի ու ելակի հոտ է գալիս։ Իրանից էլի ունեի, ուրիշ ամանիկով էր, բայց քանի որ ես տեսա, որ sense շատ սիրուն տուփ ունի ինքը, առնելով որովհետև գիտեմ, որ իմ օրգանայզերների մեջ շատ սիրուն տեղ կզբաղացներ ինքը, դրա համար ինչը գեղեցիկ է, դա մեզ պետք է կապ չունի, որ պիտանի չի։ Հաջորդը, այստեղ կանեկ քրկի համար շրթունքների մատիտ է, վերսենիստայսի 777 համարն է, իր սիրած երանգն է, ինքը շատ ասում, sense վարդագույն երանգներ, մի փոքր կրեմային գույների հետ խառնած, որովհետև իր շուրթերի գույնին հենց համապատասխանում, ինքը շատ բնական էֆեկտ է տալիս։ Հաջորդը, կրկին իր համար տուշ կապույտ գույնի, անկեղծ ասած այնքան լավն էր, ինքը համ շատ sense լավ ծավալ հաղորդեց, համ էլ լավ երկարացրեց, դրա համար ես սպիտակ տարբերակներ կվերցնեմ, որովհետև սպիտակներով շատ սիրուն, ինքը սպիտակը համ էլ նախատեսված է ոչ միայն sense գեղեցիկ, sense ֆոտոշութերի բաների համար, այլ նաև որ sense գույնավոր տուշեր եք ունենում, կարաք մի շերտ քսեք սպիտակը, հետո նորից որ գույն եք քսեք, որ ավելի արտահայտի երևա։ Հաջորդը մատնահարդարման համար նախատեսված ես այստեղ պատահական վերցել էի կարմիրը, ես չէի տեսել որ կապույտը չի, այդ բան չգիտեմ շատ անցրված եղել, վերցրել եմ sense կուկուրուզիկ ֆրեզան, ինքը նախատեսված է նախկին նյութ հեռացնելու համար, այստեղ վերցրել եմ ալմազե ֆրեզան, կապույտ գծանշումով է, ու այստեղ նաև վերցրել եմ Այստեղ նաև վերցրել եմ կարմիր գծանշումով, այստեղ շատ է, ինձ թվում է ինչ-որ մեկին նվեր կտամ։ Ու այսօրվա մեր unboxing-ը այսքանն էր, ճիշտ է մեծ մասը արդեն դարակներից մեջ եմ դասավորել ու ընդհանրապես ցանկություն չունեմ հանեմ ու նորից ցույց տամ, դրա համար եթե հավանեցիք այս հոլովակը կամ ընդհանրապես այս ֆորմատը կարաք մեկնաբանություններում գրեք, եթե ուզում եք լինի մաս 2, մաս 3, մաս 4, մի խոսքով էլի շատ վլոգներ կամ sense փոքրիկ վիդեոներ նկարում unboxing-ի թեմայով ու ես մեծ սիրով կիսվեմ բոլոր գնումներով, թեկուզ եթե դա լինի շատ քիչ կամ շատ մի խոսքով մեկնաբանություններում գրեք արդյոք հավանեցիք թե ոչ, ես գնացի, պակա